Հայաստանի անտառային դաշինքը ATP, Շեն, Իմ անտառ Հայաստան ու վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հասարակական կազմակերպությունները պետական կառույցների հետ համատեղ նախաձեռնել են հերթական կլոր սեղան քննարկումը իրավական դաշտի բարելավում Հայաստանում անտառպատման նոր մոտեցում ձևավորելու նպատակով խորագրով։ Ներկա են նաև կրթական ոլորտի և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Կողմերը ներկայացնում են այն օրենսդրական խնդիրները, որոնք դանդաղեցնում կամ խոչընդոտում են պետության ստանձնած մեծածավալ անտառպատման միջազգային պարտավորության կատարումը։ Հողային օրենսգրքի մասով եւ անտառային օրենսգրքի մասով մենք քննարկելու ենք այն հարցերը, թե ինչպես հողերի նշանակությունը կարելի է ավելի հեշտությամբ փոխել եւ ինչպես կարելի է այն ոչ մի բանով չզբաղեցված հողատարածքները, դեգրադացված արոտավայրերը, չօգտագործվող արոտավայրերը օգտագործել անտառապատման համար։ Հարկային քաղաքականությունից բացի սեղանին դրված են նաև շմակ գործընթացի բարելավման հնարավորությունները, արոտավայրերի անօրինական այրման հետևանքներն ու ազդեցությունները, ինչպես նաև հողերի կատեգորիաների եւ օգտագործման սահմանափակումների հարցը, միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությամբ։ Հատկապես վերջին կետը կողմերը համարում են օրենսդրական վրիպակ, որը լուրջ արգելքներ է ստեղծում միջազգային ֆոնդերից անտառպատման ծրագրերի համար ֆինանսավորում Հայաստան բերելու գործում։ Մեր հիմնադրամը միայն Վայոց ձորի մարզում 800 միլիոն դրամից ավելի ներդրում է արել վերջին 10 տարվա մեջ, եւ նախապայմանը դրա եղել է, որ համայնքները իրենց կողմից տրամադրեն տարածքներ պահպանության համար։ Եվ ինչ է ստացվում, կեսից փոխվում է օրենք, առանց հաշվի առնելու մեզ դնում է նաեւ անելանելի վիճակի մեջ, որտեղ համայնքը պարտավոր է մեզանից արդեն ակնկալել որոշակի գույքահարկ։ Եվ չնայած որ այդ գույքահարկի համեմատությամբ 100 անգամ ավելի, երևի 1000 անգամ ավելի ներդրումներ է իրականացվում համայնքում։ Թեև շրջակա միջավայրի ազդեցության գնահատումը օրենքի պահանջ է, սակայն ոլորտում տարիներ շարունակ առկա են իրականացման, վերահսկողության եւ թափանցիկության խնդիրներ, որոնց բարելավմանն ուղղված առաջարկների փաթեթը անտառային դաշինքը եւս ներկայացնում է պետությանը։ Առաջարկում ենք, որպեսզի պարզեցված ընթացակարգեր կիրառվեն շմագ ընթացակարգերում, անտառատնկման դեպքում դրանք առավել անհամաչափ են համարում մեր կազմակերպությունները եւ առաջարկում են, որպեսզի պարզեցում կատարվի կոնկրետ անտառատնկման ծրագրերի առնչությամբ, ինչպես նաև ֆինանսական աջակցություն առաջարկվի առաջացող ծախսերը հատուցելու համար։ Առաջարկում ենք, որ անտառապատման ենթակա գործունեությունը ինչքան հնարավոր է պարզեցման ենթարկվի եւ ժամկետների կրճատում, քանի որ բավականին երկարատև պրոցես է եւ որ անտառապատման ենթակա հողը անցնում է շրջակա միջավայրի ազդեցության գնահատման։ Առաջարկում ենք ինչքան հնարավոր պարզեցվի, ժամկետները կրճատվի, որ մենք մեր պլանները կարողանանք կատարել։ Պետական համակարգի ներկայացուցիչները արձագանքելով առաջարկներին նշում են օրենսդրությունը իսկապես կարիք ունի բարելավման եւ նման հարթակներում բարձրացված խնդիրներն ու առաջարկվող լուծումները կարող են դառնալ այդ փոփոխությունների հիմքը։ Սա է հասարակություն պետություն գործակցության լավագույն ձևաչափը։ Քննարկումները բավականին տենց աշխատանքային կարգով են անցնում, բավականին կառուցողական, պատրաստ են քննարկել բոլոր առաջարկությունները, քննարկման բովանդակությունից էլ պարզ է, որ այո, առաջարկություններ կամ հարցեր կան, որոնց վերաբերյալ նաև արդեն իսկ կան որոշումներ կայացված եւ կարծում եմ, որ ինքը արդյունավետ արդյունք կունենա։ Հայաստանը ստանձնած պարտավորության համաձայն մինչև 2030 թվականը պետք է վերականգնի 50,000 հեկտար անտառային տարածք։ Ծաղկանուշ Միրզոյան, Մեհերի Կիրակոսյան, լուրեր։